Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն էի, իսկ մենք այսօր չեմպիոնների քաղաք Գյումրիում ենք։ Եթե պարզապես փորձեմ ներկայացնել գյումրեցի չեմպիոններին, ապա մեկ հաղորդումն էլ չի բավարարի։ Նրանց գերիշխանությունը հատկապես նկատելի է ըմբշամարտում եւ ծանրամարտում։ Միայն 2025 թվականին ծանրորդների նվաճած 91 մեդալներից 46-ը նվաճել են հենց գյումրեցիները։ Մենք այսօր եկել ենք բացահայտելու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանին։ Գարիկ Կարապետյանը այս տարվա Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է։ Նա հաղթել է նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Նրա չեմպիոնական ուղու մասին քիչ ավելի ուշ։ Գարիկ, եւս մեկ անգամ ողջույն, քո հարազատ Գյումրիում, Գյումրին չեմպիոնական քաղաք է, դու էլ արժանի հետնորդն ես ոչ միայն քո համակարգացիների, այլև քո հայրիկի։ Ինձ հետաքրքիր է ինչը քեզ բերեց ծանրամարտ, հայրիկի մեդալների փոխարեն քոնը ունենալու ցանկությունը, թե այլ գաղափար։ Ողջույն Արամ ջան, փոքր ժամանակ չեմ սիրել ծանրամարտը, հայրիկս ստիպելով է, այսպես ասած, բերել մարզադահլիճ, բայց տարիներ անց սկսեցի սիրել ծանրամարտը, ապրել դրանով եւ ուզեցի անել այն, ինչ արել հայրիկս իր մարզված ժամանակ։ Որքանով է հեշտ ապրել մի ընտանիքում, որտեղ ամենուր ծանրամարտի շունչն է։ Այնքանով է հեշտ, որ հայրիկս այդ կյանքն ապրել է, ինչ որ ես եմ հիմա ապրում, ու ամեն ձևի իր խորհուրդներով միշտ իմ կողքս կայնած է, ու դա շատ ավելի հեշտ է էլի։ Խորհուրդներ, բայց կարծում եմ նաև խստապահանջություն նույնպես է եղել է։ Դե հա, որոշ չափով դա էլ է պետք, որ ինչ որ բանի հասնես։ Որպես մարզիկ, ձեր հայրիկի խորհուրդներից ո՞րն է եղել քո կյանքում ոսկե կանոն։ Չկոդրվել եւ միշտ առաջ նայել։ Գարիկ, ինչպես կբացատրես, որ Գյումրին ուժեղ է հատկապես ծանրամարտում։ Դե միայն ծանրամարտում չէ, բոլոր սպորտաձևերում է, ես կարծում եմ, որ ուժեղ է թե ըմբշամարտ, թե բռնցքամարտ, երևի օտից է, համարյա բոլոր չեմպիոններն է Գյումրիից ելնին։ Երևի ծանրամարտի առավելությունն է եղել է այն, որ ունեցել ենք Յուրի Վարդանյան, Իսրայել Միլիդոսյան, Օքսեն Միզյան եւ այլ հայտնի ծանրորդներ, օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ, նրանց նայելով, նրանց ուղին ենք ընտրել, բռնել եւ ուզեցել ենք հասնել եւ նմանվել նրանց։ Որն է Գյումրիում այն վայրը, որտեղ վերադառնում ես լիցքեր ստանալու, մրցումից առաջ կամ միգուցե նաեւ մրցումից հետո։ 7 վերք եկեղեցին։ Ուժ է տալիս, օգնում է հավաքվել այդտեղ ինձ, ամեն ինչից կդրվում եմ, այսպես ասած։ Գարիկ, այս տարի Եվրոպայի առաջնությունում ձեր քաշային կարգում չեմպիոնական պայքարը իր մղում Սիմոն Մարտիրոսյանի հետ։ Դա ծանրամարտում իմ ամենասիրելի պահերից մեկն է, երբ հայ մարզիկները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վերածում են կարծես Հայաստանի առաջնության։ Մյուսներին պայքարից դուրս էիք մղել։ Ինչ կասես այդ պայքարի մասին, մրցում է իր հայկական ծանրամարտի լեգենդար մարզիկներից մեկի հետ, ով վերադարձել էր իր հարազատ քաշային կարգ։ Հպարտությունը շատ էր նրա համար, որ Սիմոնն իմ ավակ ընկերն է, կարողացա նրա հետ մասնակցել։ Սիմոնը, այսպես ասած, շատ լեգենդարնի տեղ է։ Ցակտեցինք մարզումներով, որ կարողանանք հասնել Սիմոնի արդյունքներին եւ փառք Աստծո ստացվեց։ Ինչի շնորհիվ կարողացար հաղթել Սիմոնին։ Բարենի աշխարհի առաջնությանը էր վնասված ստացա, այդ այսպես ասած մոտիվացնող էր ինձ։ Քիչ ժամանակ կար, ընդամենը 2 ամիս եմ մարզվել նորմալ եւ հասել եմ իմ գերազանց մարզավիճակին։ Մարզումների ժամանակ հեռուն վարությունը ընդհանրապես 220-ից ավել չէի կարողացել բարձրացնել, բայց այդ օրը ստացվեց 226 կիլոգրամ հեռումը բարձրացրեցի եւ դեռ այդ 175 կիլոգրամ պոգում է, այդ քաշը դեռ չէի բարձրացել ոչ մի մրցումների ժամանակ, այդ օրը ստացվեց էլի։
Հավատում էիր, որ չեմպիոն ես դառնալու։ Դե հա, բոլորն էլ հավատում են մրցում կյանալուց առաջ, բայց պետք է կարողանան էլի։ Դու Եվրոպայի չեմպիոն դարձար նաև 2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։ Եթե համեմատես, հետաքրքիր է որտեղ էր ավելի մեծ առանձնահատկությունը, այնտեղ որտեղ քո սիրելի երկրպագուներն էին, թե այնտեղ որտեղ հաղթում էիր աշխարհահռչակ մարզիկի։ Հա, Երևանի առաջնությունը հետաքրքիր էր նրանում, որ դու մասնակցում ես սեփական պատերի ներքո եւ հաբարտությունը ավելի շատ էր, պարտավորությունն ավելի շատ էր, որ կարողանար երկրի տերոշը բարձր պահել։ Բոլոր մրցումներում էլ այդպես է, իսկ Մոլդովայի Եվրոպայի առաջնությունն հետաքրքիր է այնքանով, որ նման վնասվածքից հետո կարողացա վերադառնալ եւ հաղթել նախ առաջին ինքս ինձ եւ երկրորդ մասնակիցներին։ Երևանի առաջնությունն եմ ուզում հիշել, վերջին մոտեցումը շատ ծանր ստացվեց։ Կռիվ տվից ծառաձողի հետ մոտեցար նույնիսկ միջև մրցավարներին, բայց ի վերջո կարողացար պահել գլխավերևում։ Հիշում եմ այդ էմոցիաները շատ, այսպես ասած, շատ լավ էր, որը ես կարծում եմ մոռանալ չի լինի, այսպես ասած, կյանքի կյանով պահել եմ։ Եթե անկեղծ լինեմ, քեզնից մեդալ էինք սպասում նաև այս տարվա աշխարհի առաջնության ժամանակ։ Ինչու էի ես անձամբ հավատում, որովհետև տեսնում էի բոլորից շուտ էիր գալիս մարզադահլիճ ու նաև բոլորից ուշ հեռանում մարզադահլիճից։ Ինչը խանգարեց մեդալ նվաճելու համար։ Աշխարհի առաջնությունից առաջ խնդիրներ ունեի մի փոքր առողջականի հետ կապված, զուտ դա էր պատճառը։ Բոլոր այս 3 տարի աշխարհի առաջնություններին մասնակցում եմ եւ աշխարհի առաջնություններից առաջ ինչ որ մի խնդիր լինում է, որը չի թողնում հասնել իմ նպատակներից։ Կարծես ստացվում է այնպես աշխարհի առաջնությունը քոնը չէ։ Հա, բայց փորձենք մյուս տարի դարձնել մեր կողմ։ Կարիք, այս հարցը նաև թիմակցիտ եմ տվել ընկերոջդ Վարազդատ Լալայանին։ Ծանրաձողը ծանրորդի համար ընկեր է թե մրցակից։ Իմ կարծիքով ծանրաձողը մարզիկի համար պետք է լինի համ մրցակից, համ լավ ընկեր։ Մրցակից այն պահով եմ ասում, որ եթե հաղթես նրան, իմ կարծիքով սաղին էլ կհաղթես։ Իսկ ինչու լավ ընկեր։ Իսկ լավ ընկեր մարզումների ժամանակ։ Մարզումների ժամանակ լավ ընկեր, մրցումների ժամանակ զուտ մրցակից։ Ասում են երբեմն մրցաշարերի ժամանակ հենց մրցումային օրը ծանրորդի համար ստրեսային է լինում։ Քեզ մոտ ինչպես է։ Դե բոլորը մի ձև են տանում այդ ամեն ինչը։ Ես փորձեմ ինչքան կարամ հանգիստ այդ օրը պահեմ ինձի։ Ու շատ ոչ լարվածություն կա, ոչ էլ։ Իսկ ինչպես է թոթափում այդ լարվածությունը։ Ամեն դեպքում լինում է։ Դե մրցումներից առաջ առհասարակ Աստվածաշունչ կարդամ, դրանով կելնի բոլոր լարվածությունները ավելի շատ ինձ հանգիստ կզգամ։ Աստվածաշնչային որ պատվիրանն է հատկապես քեզ համար ամենակարևորը։ Ֆիլիպիններ 4:13, որը նշանակում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Կարիք, վերջին տարիները քեզ համար նաև շատ կարևոր էին օլիմպիական խաղերի մասնակցության առումով։ Դու մասնակցեցիր Փարիզ 2024-ին ու շատ լավ կռիվ տվեցիր, մոտ էիր նաև մեդալի, եթե կարևոր քաշերը բարձրացնես։ Ինչ էր քեզ համար այդ օլիմպիական խաղերը։ Օլիմպիական խաղերը բոլոր մարզիկների համար երազանք է, նույնիսկ երազանք է այնտեղ հասնելը։ Ես ամեն կյանով փորձեցի մեդալով վերադառնալ Հայաստան, բայց չստացվեց եւ բոլոր ուժերս գտանեմ, որ 2028 թվականի Լոս Անջելես խաղերից անպայման մեդալով վերադառնամ։ Փարիզը, այսպես ասած, շատ մեծ փորձ տվեց ինձ, որը շատ լավ էր եւ շատ ափսոս, որ չկարողացա մեդալ նվաճել Փարիզից։ Կարիք, եթե մտնես մարզադահլիճ ու հանդիպես սկսնակի, որը քեզ հարց տա, ինչից սկսել։ Ինչ կարևոր 3 խորհուրդ կտաս։ Երևի ամենակարևորը չկոդրվել, լսել մարզիչներին եւ նայել միշտ առաջ։ Եթե նայեն այդ, հաստատ չեն կարողանա հասնել ինչ-որ մի հատ բարձունքի։ Բայց միգուցե հետևում էլ կարևոր պահեր կան, չեմպիոնություն, դժվարություններ, նույնիսկ ձախողումներ, որոնք հետագայում դառնում են լավ մարզիկի համար հաղթանակների սկիզբ։ Դե հա, բայց ինչքան կարող են պետք է առաջ նայեն, որովհետև մարդիկ կան այդ նայելով կարող է եւ կոդրվեն։ Այսինքն կարող եմ հասկանալ, դու երբևէ չես անցնում պարտությունների վրայով, ձախողումների վրայով, փորձում ես մոռանալ։
Դե պետք է մտածես նաև պարտությունների մասին, որովհետև կմտածեմ, որ բոլոր պարտություններից առաջ էլ կան հաղթանակներ եւ հագարակը, եթե չնայես այդ ինչ որ փուլում կարող է չհասնես բարձունքների, պետք է նաև պարտություններից դասեր քաղել, որը շատ կարևոր է։ Կարիք կարող է եւ ծիծաղելի հնչել, բայց ամեն դեպքում տեսել եմ նման ավանդույթ։ Հայ ծանրորդները հիմնականում մորուք են պահում։ Ինչու՞։ Երևի բոլոր ուժը մազերի մեջ էլի։ Կարիք 2026-ը նույնպես կարևոր տարի է լինելու։ Ինչ նաև պայքար է լինելու արդեն օլիմպիական ուղեգրերի համար։ Ինչ խնդիր ես դրել 2026-ին քո առջև։ 2026 թվին առաջնային մրցումը լինելու է Եվրոպայի առաջնությունը Բաթումիում եւ փորձելու ենք նույն ձև հանդես գալ ինչպես Մոլդովայում եւ 23 թվին Հայաստանի Եվրոպայի առաջնությունում փորձելու ենք առաջի կարգի մեդալներով վերադառնալ ոչ միայն ես, ամբողջ թիմը եւ դրանից հետո ամենակարևորը լինելու է աշխարհի առաջնությունը, որ պետք է չսխալվել եւ անպայման մեդալով եւ վարկանիշով վերադառնալ Հայաստան։ Իսկ ինչ պիտի անես, որ չսխալվես, հասկացել ես գլխավոր սխալդ որն է։ Հասկացել եմ սխալը եւ իմ մարզիչների շնորհիվ պետք է ուղենք բոլոր սխալները եւ այդ ամենը թողնել անցյալում եւ շարժվել դեպի առաջ։ Դե ինչ մեր չեմպիոնը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանն էր։ Նրան չեմպիոնական նվաճումներ ենք մաղթում նաև 2026 թվականին եւ հույս ունենք, որ մեր բոլորի սպասելիքները կարդարանան։ Եթերում չեմպիոնի հետն էր, սպասեք մեզ։